Նշեցին, որ այս ամբիոնից դուք եկաք ասիք Չոբան Քյարայան օրը, որը հայկական անվանում չի։ Հիմա կարելի է ամբողջ կոնսպիրոլոգիա կառուցել դրա վրա։ Դուք հանձնում եք Չոբան Քյարան, պարոն Մանուկյան։ Հարություն Հարությունյան։ Գործող դատավորների մեծ մասը, պարոն Փաշինյան, նշանակվել են ձեր իշխանության օրոք եւ հակակոռուպցիոն դատարան կալանքների աննախադեպ թիվ սկսել է գործել ու ավելանալ հենց ձեր նշանակած դատավորների շնորհիվ։ Հիմա, երբ դուք անդադար վատաբանում եք դատական իշխանությանը, արդյոք չեք փորձում դրա մեջ տեսնել, որ միգուցե իրավապահ մարմիններն են կիսատ-պռատ գործեր բերում, այսպես ասած գցում դատավորների վրա, միգուցե դատախազությունը լավ վերահսկողություն չի իրականացնում։ Նաև ուզում եմ հիշեցնել, ինչպես գործադիր օրենսդիր իշխանությունները, այնպես նաև դատական իշխանությունը առանձին ինքնուրույն իշխանության ճյուղ է։ Նա գործադիրի ենթական չէ, գործադիրից կախված չէ։ Արդյոք դուք որևէ ատելություն եք ուղղակի զգում դատական համակարգի նկատմամբ, թե ոչ, որտեղ ձեր նշանակած դատավորներից կրկին դժգոհ եք, ընդ որում առանց հստակ պարզելու։ Պատճառը դատական իշխանության կախվածությունն ու կոռումպացվածությունն է, թե ուղղակի ձեր նշանակած ղեկավարների միջոցով իրավական համակարգի վատ աշխատանքը։ Եվ երկրորդ հարցս, կառավարության ծրագրի 28-րդ էջում նշված է, որ պետք է իրականացվեն համալիր միջոցառումներ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները վաղ բացահայտելու, կանխարգելելու եւ վերահսկելու մասով։ Հիմա հարցս հետևյալն է. բոլորս տեսնում ենք, որ վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետության ներսում գործում են բազմաթիվ ֆեյքեր, այսպես կոչված ֆեյքերի ֆաբրիկա։ Ինչ ներքին միջոցառումներ եք իրականացրել կամ պատրաստվում իրականացրել, որպեսզի բացահայտեք ով է թիվ 1 պատասխանատուն ու ճակերտավոր ասած թիվ 1 ֆեյքը այս երկրի։ Նախ ես ասեմ, որ ատելություն զգում եմ այն փաստի նկատմամբ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեռևս չունեն զգացողություն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը հաստատված իրողություն է։ Եվ այո, այդպես է այդ թվում այն պատճառով, որ կա իշխանության տարանջատման սկզբունք, եւ դա լավ սկզբունք է, իմ ասած ուրիշ բան է, որ իշխանություններից մեկը ինստիտուցիոնալ առումով այնքան է տարանջատված, որ կապ չունի ժողովրդի եւ արդարության նրա ձգտումների հետ։ Ես այսօր ասում եմ, փողով ցանկացած մարդ, ցանկացած հարց դատական համակարգում կարա լուծի կամ կարա լուծեր։ Լավա գոնե այս ընտրություններում այդ հարցը եւս մեկ անգամ քաղաքական մակարդակում արձանագրվեց։ Մենք պետք է այս խնդիրը ֆունդամենտալ ձևով լուծենք։ Մենք անարդարությունը Հայաստանում դրած է սահմանադրական պաշտպանության տակ։ Եվ այսօր, որ նախկին պսևդոէլիտաները տենց հարցակումներ են գործում նոր սահմանադրության օրակարգի վրա, դա համարելով ադրբեջանական, թուրքական, ազգային արժեքների պաշտպանության ներքո, ոչ, դա չի իրական պատճառը։ Իրական պատճառն է նա, որ իրանք տեսնում են, որ այս դատական համակարգում փողով կարելի է լուծել։ Դուք ասում եք կալանքների բանը, մակարդակը։ Այո, դրա մեջ պրոբլեմ կա եւ ժողովուրդը խնդիր ունի բռնել բաց թողելու այդ բանի հետ, այդ երևույթի հետ։ Անընդհատ բռնել, բաց թողել, բռնել, բաց թողել, բռնել, բաց թողել, բռնել, բաց թողել։ Նրանց ում պետքա բռնել մեկ անգամ եւ բաց թողել միայն օրենքով սահմանված դատավճռի ժամկետը լրանալուց հետո։ Շատ պարզ ակնկալիք է։ Եվ ես շատ հստակ ասում եմ, հիմա ում բռնեցին, ուրեմն մի բռնեք, եթե բռնեցիք, ուրեմն պետք է դուրս գան այն ժամանակ, երբ որ իրանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված ժամկետը սպառվել է։ Ինչ վերաբերում է ֆեյքերին, եկեք ընդունենք օրենսդրական, եթե դա հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական ցանցում պրոֆիլ ունենալը պետք է բան արվի, նույնականացնելով լինի։ Եկեք ընդունենք, եկեք համատեղ
կոնսենսուս ձևավորենք եւ գնանք սոցիալական ցանցերի առաջ խնդիր դնենք։ Ասենք մեր երկրում ֆեյքը արգելված է, ով որ անձնագրով կնույնականացվի, չի կարողանում այսքան ժամանակ բան անվի, բոլոր պրոֆիլները փակեք։ Եվ այդ ժամանակ կտեսնենք ով է շահագրգռված ֆեյքերով, ով չէ։ Հիմա ես ձեզ առաջարկություն եմ անում։ Երկու խմբակցություններ քննարկեք, եկեք ասեք, որ համաձայնա, բան խումբ ձևավորենք աշխատանքային, գնանք այդ օրենսդրական նախաձեռնությունը 100% կողմով ազգային ժողովում ընդունենք։ Արձագանք։ Պարոն Փաշինյան, ձեր խոսքում դուք նորից ըստ էության իրավաբանությունից չբխող բան օգտագործեցիք, ասեմ ինչ, ասում եք, երբ որ բռնում են, թող չթողնեն ուրեմն։ Եկեք չմոռանանք, մեր խնդիրը, որ անընդհատ բարձրաձայնում ենք, բայց ըստ էության համապատասխան մարմինների մոտ տեղ չի հասնում, հենց դա է, կալանքը դա պատիժ չի։ Կալանքը ընդամենը խափանման միջոց է, եւ ձեր հրապարակային այս եւ շատ այլ հայտարարություններ, որին առիթ կունենամ դեռ անդրադառնալու ձեզ հարցեր ուղղելու, այ հենց ազդեցություն է ուղղակի դատական համակարգի վրա։ Հիմա դատավորը մտածելու է, եթե մեկին բերեցին, Փաշինյանը ամբյոնից ասել էր, որ բռնում են մի թողեք, հենա կալանքը կա, հիմա ինչի մի հատ կալանքի փոփոխություն անեմ կամ օրինակ փոխարինեմ տնային կալանքով։ Հաստատ մի բան կսարքվի, կարգապահականով ընդཐུպ լիազորությունից կդադարեցվի։ Եթե գործադիրի ու կոնկրետ ձեր մղումները շատ ազնիվ ու արդար են, այս ամբյոնից հայտարարեք դատախազության ու իրավապահներին, հատկապես օրենք չխախտել, գործ չսարքել։ Ուրեմն եթե դատական համակարգը իմ ասածներով, իմ քաղաքական հայտարարություններով առաջնորդված լինեին, ասենք ենթադրենք լիքը մարդ այսօր ազատության մեջ պետքա չլներ, շատ լիքը մարդ, ընդ որում իրանք բոլորը հայտնի անուններ են, չթաքցնեմ նախորդ իշխանության ներկայացուցիչներ։ Բայց իրանք ընդհանրապես ես հարց եմ տալիս, այդ մարդիկ ինչ գործ ունեն ընդհանրապես ազատության մեջ։ Որ մի հատ է վեր են կենում, ելույթ են ունենում, էս են անում, են անում, այդ մարդիկ ինչ, եթե դատական համակարգը իմ ասածով առաջնորդվեր, այդ մարդիկ մի 3 տարի հետո նոր պայմանական վաղաժամկետով դուրս գալու հնարավորություն պետք է ունենային։ Եվ իրավաբանությունը ես այդ եմ ասում, Հայաստանի Հանրապետությունը իրավաբանությունը դարձված է մանիպուլյացիա փողով ցանկացած հարց լուծելու համար։ Մանիպուլյացիա բառից բուն իմաստով։ Հայաստանում իրավաբանության 50+60-70%-ը մանիպուլյացիա է։ Մի բան կար, մի դատավոր կար, որը էլի բան դատավոր չէ, պաշտոնյա, որը հիմա դատվում է, չգիտեմ, էլի երևի մի 80 տարի դատը կշարունակվի։ Ասում էր պարոն վարչապետ, ցանկացած բան հնարավոր է բան անել, հիմնավորել դե յուրե։ Դուք ասեք ինչն է պետք հիմնավորել, մենք կգնանք կհիմնավորենք։ Սա Հայաստանի Հանրապետությունը Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում ուսուցանվող իրավաբանությունն է։ Երևանի պետական համալսարանում։ Եվ ես մեր գործընկերներն էլ եմ ասում, սրան ի վերջո պետքա վերջ դնել։ Ռուզաննա Երեմյան։ Մեծարգո վարչապետ,